Հունվարի 24-ից հայոց լեզու և հայ գրականություն առարկայով մեկնարկած միասնական քննության առաջին փուլը համընկավ օրեր շարունակ Սյունիքի որոշ ճանապարհահատվածների փակ լինելու հետ։ Պատճառը սաստիկ բուքն էր, ինչի հետևանքով Սիսիան համայնքից 4 տասնյակ դիմորդներ չեն կարողացել ներկայանալ քննական կենտրոն։ Նրանց համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն։ Գնահատման և թեստավորման կենտրոնը նախարարության հետ խորհրդակցեց, երբ հավաստիացան նաև փրկարար ծառայությունից, որ իսկապես Սիսիան-Գորիս հատվածն անանցանելի է, որոշում կայացվեց, որ իրենց համար, դրանք մոտ 4 տասնյակ դիմորդներ են, իրենց համար պիտի նոր քննություն կազմակերպվի, դա արդեն կլինի փետրվարի վերջին, երբ ավարտվեն այս միասնական քննությունները, վերջին քննական օրը մեր պիտի լինի փետրվարի 8-ին, 7-ին 8-ին վերջին օրերն են, գիտեք, շաբաթ-կիրակի ենք անցկացնում քննությունները։ Դրանից հետո արդեն նոր թեստերով, որոնք համարժեք են լինելու այս թեստերին, միանգամայն համարժեք, քննություն կկազմակերպվի այդ դիմորդների համար, սիսիանցի դիմորդների համար։ Հանրապետության 12538 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել էր 4657-ը, որից 3434-ը մարզերից։ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանի խոսքով միշտ քննություն հանձնածների թիվը որևէ քննական կենտրոնում ավելի քիչ է լինում, քան հայտագրվածներինը։ Բացակայություններ լինում են հիմնականում ձմռանը։ Փաստը մնում է փաստ, որ ձմեռային քննությունների պրակտիկայում սա առաջին անգամն է, երբ ճանապարհը փակ է ու դիմորդը չի կարողանում հասնել քննական կենտրոն։ Որևէ դիմորդ չի զրկվի տարվա մեջ 2 անգամ քննություն հանձնելու հնարավորությունից։ Իրենք անհավասար պայմանների մեջ երբեք չեն լինի մյուս բոլորի համեմատությամբ։ Թեստի կառուցման սկզբունքը, առաջադրանքների բարդությունը նույնն է, կարկավ կոչվածը թեստի նույնն է, եւ առաջադրանքները փոքր-ինչ փոխվելով ներկայացվում են դիմորդին հաջորդ, այսինքն սկզբունքորեն դրանք նույն թեստերն են։ Եթե իրենք կարող էին նա գրել, սա էլ հաստատ կկարողանան գրել։ Սյունիքում գործող մյուս քննական կենտրոնում Կապանում այս առարկայից քննություն է հանձնել 125 դիմորդ 127-ի փոխարեն։ Հաջորդ քննությունը օտար լեզուներից է։ Նարեկ Խաչատրյան, Սյունիք լուրեր։